Ողջույն։ Մինչ օրվա թեմային անցնելը մի հատ արագ սեղմենք հավանումների կոճակները։ Մի բան էլ գրենք որպես մեկնաբանություն։ Մեկ էլ եթե դեռ բաժանորդագրված չեք, դա էլ արեք, կապի մեջ կլինենք ու անցնենք առաջ։ Հետաքրքիր բաներ ունեմ ասելու։ Պրոշյանի Քասախի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ տրանսպորտի թանկացման։ Արցախցիները սոցիալական խնդիրներով բողոքի ձայն են բարձրացնում։ Կառավարության նիստերի ժամանակ շենքի դիմաց սոցիալական բնույթի բողոքներ են։ Բոլորն էլ կարևոր են, անձնականից մինչև հավաքական խնդիրներ են բարձրացնում։ Դրանք լուծելի հարցեր են եւ պետության համար հեշտությամբ լուծելի։ Պահանջվում է ընդամենը փող եւ ցանկություն։ Բայց այս պահին ամենակարևորը կարծում եմ այն է, որ մեր մեջքի հետևում Ժորժ ջան թաքուն գործընթացներ են, բանակցություններ են, որոնք ցավոք վատ բանի են հանգեցնելու։ Մամուլը գրեց, որ արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը չհայտարարված այց է ունեցել Դուբայ եւ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Արտաքին գործերի նախարարությունը սկզբում հերքում է։ Հետո, երբ ասում են, որ տեսնողներ են եղել, հաստատում, որ Դուբայում եղել է, բայց հերքում է հանդիպման լուրը։ Հավատանք, թե ադրբեջանցիներին չի հանդիպել։ Ուզում եմ հավատամ։ Չի ստացվում։ Սկզբում ըստ հրապարակման ասել են չի գնացել, հետո ասել են գնացել է, բայց չի հանդիպել։ Վաղը եթե ադրբեջանցիք հաղորդեն, ստիպված կասեն լավ, հանդիպել է, բայց ոչինչ չեն խոսել ու վաբշե պայմանավորվել էին արտահոսք չանել։ Պրոշ կանեն, կնեղանան, հետո նույնը կշարունակվի։ Էլի հիշեցի սրանց ելույթները, թե մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում։ Անկախ նրանից կհերքեն թե կհաստատեն, մենք ցավոք ունենք նախադեպեր, որ մեզանից թաքուն հանդիպում են, բանակցում են, ինչպես ասել է, ինչ ուզում են էլ բանակցում են, առանց երկար մտածելու, լարվելու, որ կարող է հերթական անգամ սխալվեն, սխալ նստեն, սխալ խոսեն, կարևոր բաներ չիմանան, չհասկանան, մի հատ էլ կարող է փռշտան ու այդ սխալ փռշտոցները դարձյալ ուր կհասցնեն, գիտեք։ Թե Արարատ Միրզոյանն ու ադրբեջանցիները բանակցել են, թե չէ, չգիտենք նաև Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ոչ պաշտոնական միջնորդավորվածը, ոչ էլ պաշտոնական կամ ոչ պաշտոնականների բովանդակությունը։ Իդեպ, ենթադրյալ կամ իրական հանդիպման վայրն էլ շատ ուշագրավ է՝ Դուբայ։ Հիշում եք 2021-ին օդում կախված լուրերի հայտ եկան եւ չհերկվեցին, որ 2018-ին նույն Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը Իլհամ Ալիևի կողմից Փաշինյանին փոխանցելու նպատակով գաղտնի նամակ էր ստացել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից։ Մենք այս հանդիպումների բովանդակության մասին ոչինչ չենք իմանում, եթե չեն լինում ականատեսներ, որ ինֆորմացիաներ են փոխանցում, ոչինչ չենք իմանում նաև հենց հանդիպման մասին, միայն իմանում ենք, որ սրանց բանակցությունների վերջը լավ չի լինում, մանավանդ թաքուն բանակցությունների, պայմանավորվածությունների վերջը, պայմանական Դուշանբեի վերելակների մասին դեռ շատ կհիշենք։ Արդեն 3 շաբաթ է, որ անընդհատ սահմանին թշնամու զորքերի կուտակումներ են Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին ու կրակոցներ Սյունիքում, այսօր նաև Գեղարքունիքում ու Տավուշում։ Երևանի կենտրոնում կանգնած են եվրադիտորդների փոշու մեջ կորած ջփերը։ Ադրբեջանը սադրում է անընդհատ կրակելով ու հայտարարելով, թե Հայաստանը կրակել է, բայց ոչ մի արձագանք չկա ոչ դիտորդներից, ոչ էլ նրանց գործուղած Եվրոպայից։ Հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի կեղծ հայտարարությունները եւ նրա հրադադարի խախտումները ինչ որ բանի համար են, չէ՞։ Ես չգիտեմ ինչի համար են, ես վերլուծում եմ, բայց բանակցողները, պայմանավորվողները, ընդունողները պետք է բացատրեն ինչ է տեղի ունենում եւ ինչու խաղաղություն գոռալը քիչ է։ Գուցե նրա համար է, որ արագորեն կատարեք Ադրբեջանի պահանջները, իբր խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Գուցե նրա համար են, որ վախեցնեք ժողովրդին պատերազմով ու էլի հանձնեք, շուտով սկսելու եք սահմանազատումները ու կրակոցների ֆոնին հեշտ կզիջեք։ Սյունիքի Արավուս, Խոզնավար, Տեղ, Խնածախ գյուղերի բնակիչներն ասում են, մութն ընկնելուն պես կրակոցները սկսում են մինչև առավոտ։ Այսօր ահազանգում են Գեղարքունիքի Կութ եւ Տավուշի Մովսես գյուղերից։ Ժորժ ջան,
Սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ թշնամին 30 տարի շարունակ կրակել է, բայց տեսել եք այս կարգի անհանգստություն։ Ոչ, որովհետև այն ժամանակ կրակոցները իշխանության, կառավարության խնդիրներ, իսկ հիմա կառավարությունը դա դարձել է ժողովրդի խնդիրը ու ինքը զբաղված է անհասկանալի բաներով։ Սահմանին կրակում են, ինչ է անում Նիկոլը։ Ճիշտ է, գնում է կրթության վերաբերյալ դասախոսության, առավոտ հեծանիվ է քշում, իր հետ ստախոսության առաջին տեղի համար մրցող Արծրունի հետ։ Դե բա դեմ ընտրություններ են, մի բան պետքա ցույց տան։ Նրանք կրակում են, սա ասում է հրամայել են, որ մերոնք չկրակեն։ Նրանք ինչ անում են, թողան են ասում է։ Մենք խաղաղության ենք գնում, միակողմանի։ Ու գնում է Նաիրի բժշկական կենտրոն բուժզննման։ Երևի ինքն էլ է իր անադեկվատ պահվածքից խելոռում։ Ու բնական է, որ ժողովուրդը իրեն զգում է անտեր, անօգնական վիճակում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը գնում է զինվորների հետ հանդիպման ու ասում. հրադադարը որ խախտեն, չպատասխանեք, մենք չենք կրակելու, մենք մեր տարածքները զենքով հետ չենք բերելու։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնում է զինվորներին ասում ցանկացած պահի պատրաստ եղեք։ Սրանք 2021 թվականից ասում են, որ Ադրբեջանը կարող է հարձակվել ու ամեն տարի ապացուցում է, որ կանխատեսումները ճիշտ են, բայց նաև ականապատ դաշտերի քարտեզներն են տալիս Ադրբեջանին։ Մեզ համար անհասկանալի տրամաբանությամբ, որ շուտ ականազերծեն ու ինչ անեն, հարձակվեն։ 2021 թվականի մայիսին թշնամին մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, մայիսին, մեկ ամիս անց հունիսին, հետո հուլիսին, հետո նոյեմբերին նրան են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Կամ բանակցողներից պահվածքը տեսեք, խոնար, հեզ, անարժանապատիվ, նվաստացված վիճակ է։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի աթոռը մաշեցնողն ասում է պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահին։ Այդ կինը մերժում է։ Այստեղից ազգային ժողովի ԿՊ-ական падգամավոր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի վարձատրություն ստացողն է ասում. պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցից։ Նա այնտեղից սրան անվանում են պոպուլիստ։ Սա էլ մեկնաբանում է, թե ուրախ է, որ իրեն անվանել են պոպուլիստ։ Դե բայց եկեք հանդիպենք, ասում են։ Այնտեղ Միլի Մեջլիսի падգամավորները խոսում են Հայաստանը գրավելու մասին, քարտեզ են հրապարակում, որը առանց Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի Վայոց ձորի է։ Մեր ազգային ժողովի փոխնախագահը գնում է Տաշքենտ ու ելույթ ունենում երկու ժողովուրդների ինչ որ խաղաղ եւ բարգավաճ ապագայի մասին։ Իսկական ամոթ է, մի քիչ ինքնասիրություն ունեցեք իսկականից։ Դու պետք է կարողանաս ապացուցել, ասել, պնդել, որ այդ խաղաղությունը, որքան քեզ է պետք, այնքան էլ իրենց։ Իրենք եւս դրա կարիք ունեն, բայց մուրում են խաղաղությունը։ Ձեր կարծիքով Ադրբեջանը չի վախենում պատերազմից։ Իրենք հազարավոր զոհեր չունեն, սևազգեստ մայրեր չունեն։ Ալիևին ինչի չեն ասում, ինչու տարար մեր երեխեքին զոհեցիր, եթե Նիկոլը Արցախը համարում էր Ադրբեջան ու տալիս էր։ Զինվորներն էին խանգարում ձեր գործարքին։ Ալիևը նրանք իհարկե ունեն վախեր, բայց դիրքավորվել են իրավիճակի տիրոջ պես։ Դուք փամփերսները հագած բեմերից ելույթներ եք ունենում, խնդրանք աղաչանքի մեջ եք ընկնում։ Ալիևն ասում է Հայաստանը պետք է այս ու այս պահանջները կատարի։ Սրանք սկսում են. մենք պատրաստ ենք խաղաղության, մենք ուզում ենք օր առաջ ստորագրել։ Ու այս ամենի ֆոնին Փաշինյանը հայտարարում է, թե իր օրոք Հայաստանը ավելի անկախ է դարձել։ Ինչից է անկախ, ումից է անկախ, որ դու հենց հիմա կախված ես Ադրբեջանի մեկ ստորագրությունից, կախված ես եվրոդիտորդներից, տարածքիդ մի մասը չես կարողանում տնօրինել, ումից ես դու անկախ։ Սրանք ոչ միայն իրենց պարտությամբ հպարտանում են, այլ ներկայացնում են որպես գլուխ գործոց։ Նիկոլն ասում է, այն ժամանակ, երբ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, հիմա զիջել եք եւ ունենք խաղաղություն ու պետականության հեռանկար։ Ըստ Նիկոլի, ինչքան շատ զիջենք, այնքան շատ խաղաղություն կլինի։ Ինչքան Հայաստանի տարածքները տանք, այնքան անկախ ու ինքնիշխան կլինենք։ Այն որ ուզում ես ասել Ալիև, դու ես։ Կարճ ասած, 2022 թվականին իմ հեռուստադիտողը հարցնում է. լավ, ինչ է լինելու։ Ասում եմ վատ բան, քանի սրանք են, ես սարսափում եմ։
Դե ասում է չափազանցնում ես, չի կարող պատահել, էլ սրանից ավելի էլ ինչ պիտի լինի։ Այն ժամանակ դեռ Արցախի մի մասը կար, ժողովուրդն էլ իր տներում էր հիմնականում, բլոկադա էլ չէին տեսել 30 տարի։ Դրանից հետո տեղի են ունենում ջերմուկի դեպքերը։ 2023-ին էլի հարցնում է. ինչ է լինելու։ Պատասխանում եմ, վատ բան է լինելու, քանի սրանք են։ Ասում է չի կարող պատահել, ինչ ուզել են, ստացել են։ Էլ ինչի պետք է վատ բան լինի։ Տեղի են ունենում Արցախի դեպքերը, բռնագաղթը։ Ինձ նորից տալիս են այդ հարցը, լավ, ինչ է լինելու։ Ժորժ ջան, ամեն օր նկարագրում եմ իրավիճակը, անընդհատ խորանում է, անընդհատ վատանում է ու իշխանության ղեկին էլի նույն մարդիկ են։ Ոնց պետք է լինի, ինչ պետք է լինի, դե դուք ասեք։